Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի։ Ում շատ է վստահված, նրանից էլ առավել շատ է պահանջվելու։ Սիրելիներ, մենք ընդհանրապես գիտենք, որ այս աշխարհի վրա իբրև Աստծո պաշտոնյաներ են, կին թե տղամանդ, բոլորս այս աշխարհը եկել միևնույն նպատակով, միևնույն պատգամը կատարելու Աստծո փառքի համար։ Որտեղ ամեն մեկս ունենք մի հոգի եւ ամեն մեկից պատկանող հոգին ինքն է պատասխան տալու այդ հոգու դիմաց իր կատարած սխալների, իր կատարած արարքների եւ կատարած առաքելության։ Բայց քանի որ ինչպես ասում է Պողոս առաքյալը, բոլորս Հիսուս Քրիստոսի մարմնի անդամակիցներն ենք, մեկ մարմնի անդամ ենք, հետեւաբար հնարավոր չէ բացարձակապես անկախ ապրել մեկս մյուսից։ Ինչպես մարմնի վրա ցանկացած մեկ մարմնի անդամ մյուսին ցավ է տալու կամ ուրախություն է տալու։ Եթե քո ճիկուտը վնասված է, չի կարող, ասենք, ականջդ անտարբեր մնա, կամ աչքդ անտարբեր մնա, կամ միտքդ անտարբեր մնա, սիրտդ անտարբեր մնա։ Եթե մարմնի մի հատվածը զարդարվում է, չի կարող մարմնի մյուս հատվածը ուրախություն չարտահայտի։ Ինքը արտահայտվում է, ինչպես օրինակ եթե մատանի ես դնում, մյուս մարմնի մատները ամբողջ մարմինը ուրախանում է այդ մատանիով։ Անտարբեր չի գտնում։ Այնպես է մենք իբրև քրիստոնյաներ այս աշխարհի վրա Հիսուս Քրիստոսի մարմնի անդամակիցներն ենք։ Եթե ուրախ ենք, բոլորս միասին ենք ուրախ։ Եթե տխուր ենք, բոլորս միասին ենք տխուր։ Եթե մեր մարմնից մի հատվածը փտախտ է ապրում, երբ որ զգում ես, որ վիրակապելով, բուժելով չի առողջանում, պետք է կտրես մի կողմ գցես, բայց վերջը օրերից մեկ որ նայում ես, տգեղ է երևում, մեկ մատը կտրված է։ Ինչքաններ որ եթե չկտրեիր, ամբողջ մարմինն էր գնալու մահվան, ստիպած ես եղել այդ մատը կտրես, բայց ինչքաններ որ կտրելուց հետո դու շարունակում ես ապրել, բայց միևնույն է, նայում ես տխուր ես, որտեղ քո մարմինը ամբողջական չէ։ Այնպես է մեր Տեր երկնավոր այս նույն կարգավիճակով, այս նույն պատգամով, նույն հոգեբանությամբ է, որ մեզ կրտում եւ դասիրակում է երկրի վրա, եւ կրտել ու դասիրակել իբրև մշակներ։ Այլ ուրիշ բան, եթե մենք մեզ ինչպես են դրսևորում, ինչպես են պատկերացնում իբրև քրիստոնյա, իբրև Աստծո մարմնի անդամակիցներ, այ դրա մասին այսօրվա ավետարանը մեզ հորդորեց հետեւյալ կերպ, ասում է միշտ իմացեք իբրև մշակներ երկրի վրա ում ինչքան տրված է, այդքան է նրանից պահանջվելու, իրանից առավել բան չի պահանջվելու, որ դու պատկերացնես, որ Աստված քո ուսերի վրա այնքան ծանր բեռ է դրել, որ ուզում է բոլորի փոխարեն պատասխանես, ուզում է բոլորի փոխարեն ապրես։ Այո, մենք իրականության մեջ փոխկապակցված ենք մեկս մյուսի հետ, ձուլված ենք մեկս մյուսի լավի եւ վատի հետ, ուզես չուզես, կամա թե ակամա, առնչվելու ես քո մարմնի մյուս անդամների նիստուկացին, հոգեբանությանը, նրանց առողջական եւ ոչ առողջական խնդիրներին, նրանց հոգեբանությանը առնչվելու ես, որովհետեւ ինչպես ասեցինք, մենք բոլորս մեկ մարմնի անդամ ենք։ Բայց սրանով հանդերձ ամեն մեկը անհատ մարդ է, անհատ մշակ է այս աշխարհի վրա։ Ինքը ինչպես իրեն դրսևորեց այս աշխարհի վրա, ուրիշ անգամները եղել որ ասել, պատուղները կքաղի վաղը չմիսով երկնային արտացան մեջ։ Երբ որ ասում է Պեսան գա, այսօրվա ավետարանի մեջ ասում։ Երանի այն ծառային, որ Պեսան կգա, արթուն կգտնի, աչանուշ կգտնի, բայց ինչպես պետք է մենք արթուն գտնենք։ Մենք ինքներս ճիշտ դրսևորելով, ճիշտ կառավարելով այս աշխարհի վրա, մեր ինքնությունը ճիշտ կերտելով այս աշխարհի վրա։ Իրավի որևէ մեկից ավելիով տրված չէ, մենք ենք ուսում ձգտել, վերցնել ավելի, երբ որ ձգտում ենք, օրերից մեկ օր Աստված է
Արդեն հոգում է ասում, լավ, ուսում ես տալիս է, բայց հետո նայ, տագից որ դուրս եկար, ընձի չմեղանում ես։ Եվ մարդը վերցնում է ու գնում է փոսը։ Ախր մենք պահանջում ենք, Աստծուց պահանջում ենք ավելին, որ ավելի շատ փառքի արժանանանք, ավելի շատ բանի արժանանանք, ավելի շատ բան տեսնենք, ավելի շատ բան զգանք, ավելի շատ բան հասկանանք, մինչև անգամ հասկանալու մեջ։ Ամեն մարդու ուղեղ նույնը չէ։ Բայց մենք ուզում ենք շատ բաներ իմանալ, շատ։ Մեր գլխի պարունակությունը այնքան չէ, ինչքան մեր ուզածը։ Պատկերացրեք մի բաժակի պարունակություն է մեր գլխի պարունակությունը, բայց մենք մի գրաֆիկա ջրի պարունակություն ենք ուզում ընդունել այդ մի բաժակի մեջ։ Հնարավոր է, հնարավոր չէ, բայց խցկում ենք եւ պահանջում ենք Աստծուց, որ ավելին իմանանք, ավելին տեսնենք, ավելին զարգանանք, ավելի զորանանք, ավելի շատ կարողություն ու ինչու ունեցված ունենանք, բայց օրերից մեկ օր կարողանաս հրատակից դուրս։ Եվ եթե քեզ շատը տրվեց, շատի դիմաց պահանջվելու է։ Աստված գիտի ամեն մեկից կարողության չափը, թե մեզ ինչքան է անհրաժեշտ այս աշխարհի վրա արարելու, ապրելու, ստեղծելու, մեր կյանքը գոյատևելու, հնարավորինս թե սոված չմեռնելու, թե վատ չզգալու, թե նորմալ կեցությամբ ապրելու։ Աստված գիտի մեզ ինչքան է, բայց երբ որ մենք ագահ ենք, երբ որ ցկտում ենք ավելի շատ բան տեսնելու, ավելի շատ բան հասկանալու, ավելի շատ ունենալու, այնպես չէ, որ մեզ չի տրվում մեր պայքարի արդյունքում, երբ որ պայքարում ենք, այդ պայքարի արդյունքում մեզ տալիս է, Աստված տալիս է երբեմն, բայց զգուշացնելով, որ դու քո կարողությունից ավելի ծանր բերես վերցրել, կգցես ոտքիդ։ Հետո չասես, որ ինչի սա էսպես է, բայց մենք այնքան ապերախտ ենք երբեմն գտնվում, այնքան անմիտ ենք գտնվում, որ անգամ այդ պարագայում, որ գիտենք, որ մեր կարողությունից վեր ինչ-որ բաներ ենք պահանջում Տիրոջը, եւ այդ ամենը վերցնում ենք, բեռի տակ կքում ենք, ծանրության տակ ճկում ենք, չեն կարողանում դրա տակից դուրս գանք, տեսնում ենք, որ հնար չկա ոչ մեր հարազատները, ոչ մեր բարեկամները, ոչ տեսուծանոթները, ոչ մտերիմները, ոչ զորավոր մարդիկ, ոչ ոք մեր այդ ընկճվածության տակից չեն կարողանում անել, սկսում ենք տրտնջալ բողոքել Աստծո առաջ, ինչի Աստված այս պատուհասը տվիր գլխիս, ինչի համար այս փորձությունը բերեցիր գլխիս, եւ սկսում ենք համեմատել ու համեմատվել մեր չորս բոլորի մարդկանց հետ։ Ասում են, տես այդ մարդը, այս ինչ ունի, ինչ ունի, ինչ ունի, ինչ ամեն ինչ ունի, այդ ոնց է, որ ինքը երբեք չի պատժում, այդ ոնց է, որ ինքը երբեք փորձության մեջ չէ, ես որ ընդամենը այսքան բան ավել ուզեցի փորձության մեջ այլ, որտեղ այդ մարդում կարողության չափը այդքան է։ Քո կարողության չափն էլ այդքան է։ Որովհետև Աստված արդեն իսկ ծնվածդ օրվանից գիտի ինչ կարող ես տանել այս աշխարհում, ինչ չես կարող տանել այս աշխարհում։ Ինչը կարաս մարսես, ինչը չես կարա մարսես։ Աստված գիտի, դա Աստծո մեղքը չէ, որ դու այդպիսին ես ծնվել։ Այլ Աստված գիտակցելով, տեսնելով, որ դու ինչ կարաս տանես, մի փոքրիկ ընդամենը բեռ կարաս տանես, ինքը ամբողջ քո կյանքի ընթացքում եւ այս աշխարհի մեջ ինչ երևույթներ կա, բոլորը մաղում է, դրա ամենալավագույն տարբերակը, որ այդքանի չափ տեղավորվի, տալիս է քեզ։ Ասում է, սա քոնն է։ Բայց դու անգամ դրա դիմաց ես սկսում տրտնջալ։ Երբեմն քչի մեջ են հավատարիմ չենք լինում, ուզում են շատ ստանալ, շատը ստանալ ժամանակել պատասխանատվություն չենք վերցնում։ Դրա համար ինչ է ասում մեր Տերն այսօր ավետարանով, ասում է ում շատ է տրված, շատ է պահանջվում, ում ավելիով է տրված, ավելիով է պահանջվում, պետք է գիտակցես, դու արդյոք կարող ես դրա տակից դուրս գալ։ Ուրեմն մի նախանձվիր քո հարևանին, քո բարեկամին, մյուսներին, որ ինքը այս կարողություններ ունի, այս հնարավորություններ ունի, այս փառքի բարձունքին է հասել, այն աստիճանի է հասել, իսկ դու ոչինչի չես հասնում։
Ոչ թե պետք է նախանձես, այլ պետք է գոհ լինես, որովհետև ինքը այդքան բան ունի, վաղը չեմ ասում ինքը կարողանա այդքան բան տալիս դուրս գա։ Մեծահարուստը, որ մեծահարուստ է, ինչքան էլ որ առոք ես կյանքը ապրում է, ինչքան որ քո աչքիներին չի եղել որ թվին թիվ չի ասում, փողին փող չի ասում, հաճույքներին հաճույք չի ասում, ինչ ուզենա այն կանի, ամբողջ աշխարհին ուզենա կան, քո աչքին այսպես է երևում։ Ինչ եղել որ ուտը խմում, հանգիստ քնում է։ Բայց իր մեղքը, իր ծանրությունն ավելի շատ է քան քոնը։ Որտեղ դու կարող ես դուրը բաց քնես հələ։ Դու կարող ես ազատ քնես։ Ով է քո աղքատության շեմը գալու մտնի գողություն անի։ Ով է գալու մտնի վիզիտ կտրի։ Իսկ մեծահարուստը տասնյակ հարյուրավոր պահակներ է կարգում, որովհետեւ իր կարողությունը կարողանա պահպանել։ Հələ մի բան է իր կարգված պահակների միջից են թալանում իրեն։ Իսկ իր վստահված մարդիկ են դավաճանում իրեն։ Այսինքն ինչքան խնդիր ունի այս մարդը, հերիք չէ ընտանիքի մեջ, հերիք չէ վախի մեջ, հերիք չէ սարսափի մեջ, ատելությունը մի կողմից, ճանաչվածությունը մի կողմից, ընկել է սատանայի գրդաբը, դա քիչ է մի հատ կողքից ամեն ձևերով հնարավորինս ուզում են մաշել, տանջել, քայքայել, ուրեմն հարուստի կեցվածքներ, պես բարի կեցվածք չէ։ Մեկը փողոցով անցավ, դու որ քեզ որ փողոցով անցել, քեզ որ չճանաչեն, կամ գիտենան սովորական մարդ ես, քո կողքով անցնել, քեզանից 10 դրամ ուզեն կամ 100 դրամ ուզեն, 100 դրամ որ հանես 10, քեզ կողքն է։ Բայց մեծահարուստը կողքով անցնել մեծահարուստի 100 դրամ ուզեն, հանկարծ 100 դրամ անի, դա կամից։ Ամեն տեսեք, որս է լավ վիճակի մեջ, մենք թե ինք։ Կամ հələ քեզնից ուզեն դու ասես կներես էլի չեմ կարող, որովհետև չունեմ եւ այլն, կասի հատե բան չէ։ Հələ մեծահարուստը կողով ասի, մեծահարուստից մեծահարուստը չէ։ Աստղա, քուր, եղբայր, մեռել, ինչքա չկա անեմ ոչ։ Ինչքան անես կա թափել գա։ Ամեն տեսեք մեր կարգավիճակն է թե իրանց։ Եվ բացի դրանից, մենք որ կորցնենք ինչ-որ մի բան, պատկերացրեք բնական աղետ է, մի կորցնենք մի բան, այս աշխարհին։ Ունենք, չունենք մի հատ տուն ունենք էլի, ճիշտ է, մեր քրտինքով վաստակացվում է, քարքարի վրա տարիների ընթացքում քրտել ես, տանջվել ես, տարապել ես, դրել ես, ստեղծել ես, մի քեչից, շատից ստեղծել ես, ունես։ Մի քողտիկը ունես։ Բայց կորցնելուց, երբ որ դու կորցնես, քո չափով, քո ցավ կապես, որ քո չափով ես դա ամեն ինչը կորցնում, բայց պատկերացրա մեծահարուստը որ կորցնի, ինչ կկորցնի։ Դու ընդամենը կկորցնես, ասենք օրինակ 5,000-10,000 դոլարանոց տուն, եթե համարենք է փոքրիկ մի հատ դոմիկ է, կամ մի հատ փոքրիկ կառուցվածք է։ Իսկ մեծահարուստը պիտի կորցնի 15-20 միլիոններով տուն։ Քո հագուստը որ պատառոտվեց, ընդամենը 3,000 դրամանոց հագուստ է։ Գնացել ես քրչի բազար կամ չգիտեմ որտեղ, գտել ես, առել ես։ Էժան ձևով հագուստի աշխարհ ես գնացել, մտել։ Ակցիա եղել, ակցիայի տակ գնացել առել ես։ Մեծահարուստը ակցիա չի մտնի առնի։ Մեծահարուստը 1,000-2,000 դոլարանոց զգեստ է հագում։ Քո զգեստ որ պատրվես, կասես հատե ման չկա, հաջորդ անգամ էլ ակցիա կրնի, էլի կառնեմ ենք 1,500-2,000 դրամանոց։ Բայց մեծահարուստի հագուստը որ պատրվեց 2,000 դոլարանոց հագուստ է։ Պատկերացրեք իր ինֆակտ խփելը։ Ուրեմն իր կարգավիճակն ավելի վատ է, քան մերը։ Նույնպես եւ այս գաղափարն է, իրենից Աստված ավելի շատ է պահանջելու, իր ներվերն ավելի շատ է քայքայվելու, քան քո ներվերը իրականության մեջ է, որ գրեթե ոչինչ չունես կամ ունենալուց ընդամենը քո քրտինքով քո հացը վաստակել ես, քո հողը մշակել ես, օրվա ապրուստը վաստակել ես, սովատ չես քնում։ Քո երեխեքը դուրս քնում են։ Ոչինչ էլ կորցնելու չունես, տառապելու շատ բաներ չունես։ Ուրեմն պես որ հարստություն դիզած կամ ինչ-որ փառքից զգտած մարդիկ ավելի մտածելու շատ բան ունեն։
իրենց առողջական կարգավիճակն ավելի վատ է, իրենք ավելի շատ են բժիշկներին փող տալիս, քան դու։ Մի դրա համար Տերը ասում է, մի տրտմիր այն ամենի համար, ինչ որ դու ունես, որովհետև այդ ամեն ինչ անցողիկ է, ժամանակավոր է։ Մտածիր Հեսայի Կարասյան ժամանակ, երբ որ Աստված եկավ, հոգիդ մաքուր կանգնես Տիրոջ առաջ։ Չէ՞ որ մի առատ կա, չէ՞, Աստվածաշնչում ասում է տանուտերը կանչում է իր ծառաներին, ուրիշ անգամներ է եղել այս մասին էլի ասում։ Կանչում է իր ծառաներին ամեն մեկին ըստ իր կարողության չափով իրենը շնորհում է։ Մեկին տալիս է 10 դրամ ոսկի, մեկին տալիս է 5 ոսկի, մեկին տալիս է 1 ոսկի։ Եվ ասում է գնացեք շահարկեք, այսինքն դա իր կարողության չափ տված իր շնորհներն։ Մեկին տալիս է 10 շնորհ, մեկին տալիս է 5 շնորհ, մեկին է տալիս է մի շնորհ, որովհետև գիտես, մարդը մեր շնորհից ավելի բան չի կարող։ Կճակի դրա դա։ Դրա համար տալիս է մի հատ պարտականություն, մի հատ պատասխանատվություն իր կյանքի մեջ։ Մարդկա այդ մեկ պատասխանատվությունն անգամ չի ուզում վերցնել։ Ինք ուզում է նստի բերել ինքը ունի։ Ինք ուզում է նստի, բոլորը իրան եւ գովա, ինքը ոչինչ չանի, չաշխատի, բայց բոլորը իրան գովան։ Այդպես լիք մարդիկ։ Բայց Տերը ինչ է ասում, ասում է գնացեք շահարկեք, որպեսզի կամ տոկոսներով պահանջեք։ Դրա համար երբ որ հետ է գալիս Տերը արդեն դատաստանի օրը գալիս է, ուրեմն 10 պատվիրակ տվողի կամ 10 ոսկի տվողը գալիս է, ասում է Տեր, խնդրեմ քո 10 ոսկին քեզ, 10-ն էլ շահել եմ։ Ասում է ապրես ասնի եւ բարի ծառա, քանի որ քեչի մեջ հավատարիմ եղա, շատի մեջ կկարգեմ քեզ, երկնային արդարության մեջ շատ բաների վրա կկարգեմ, փառքի մեջ կլինես։ Էնպես էլ երկրի վրա, ինչի՞ չէ։ Այսօր երկրի վրա է ցանկացած մեկ ծառայի տալիս ես հնարավորություն, երբ որ պատտում ես հետ ես գալիս, ասում ես հա ինչ արես իրիկը հանում է, առոք քոնը քեզ է հետ է վերադարձում, մի հատ էլ զգում ես որ ախր այս մարդն իրոք լավ է։ Դասախոսներ են։ Օրինակ մենք որ չեմ սովորում էինք, մեր դասախոսները որ գալիս էին, այդ ուրիշ բան չունեին մեզանից պահանջել, քան խելք, միտք։ Ինչ տվել եմ հետ վերադարձեք ասում։ Ինչ տվել եմ, 10 թուղթ եմ տվել, 10 էջ եք գրել, 10 էջը հետ վերադարձ։ Գոնե վերադարձրա, ես իմանամ, որ դու հարգել ես էլի։ Իսկ եթե 20-ն եմ տվել, 20-ը վերա, 2-ն եմ տվել, 2-ը վերա։ Ես քեզանից ավել բան չեմ ուզում, իմ տվածը հետ վերադարձու արժանավայր։ Ինչպես որ այդ տանուտերը ասում է տվեց 10 լուման, տվեց ծառային, ասեց տա շահարկ, այս մարդը տարավ շահարկեց, շահեց, բերեց ասեց խնդրեմ քո 10 լուման, քեզ ես 10-ը ևս շահեմ։ Նույնն էլ 5-ը կարգեց, նույնը 5-ը եկավ, 5 դրամ ունեցողն եկավ։ Էլի ասեց Տեր խնդրեմ քո տվածը քեզ, ես 5-ն էլ շահեմ։ Էլի գովաբանեց Տերը այդ ծառային։ Բայց այդ անպիտան ծառան, որ մի հատ տվել էր, այդ մի հատն էլ անգամ չվայելեց, տարավ պահեց, վախենալով թե վերջը Տերը կգա հետ ուսի, գոնե այդ տանք հետ վերադարձնի կինը։ Նույն բանն է, ոնց որ այսօր մարդու կյանք է շրջորել Աստված, ասում է գնա ապի արարի ստեղծի, քո կարողության չափով քեզ ինչքան որ պետք, քեզանի չափով պետք չէ։ Մարդը այդ անգամ այդ կարողությունը, մեկ կարողություն ունի, այդ մի կարողություն ունի գործ չի։ Բայց տրտնջանուց ամենաշատն է տրտնջում։ Բամբասելուց ամենաշատն է բամբասում։ Նեղվելուց ամենաշատն է նեղվելում։ Անիծելուց ամենաշատն է անիծում։ Բողոքելուց ամենաշատն է բողոքում։ Քննադատելուց ամենաշատն է քննադատում։ Հիմա դրա համար այսօր ավետարան ասում է, ահա, երբ որ եկավ Փեսախ, այսինքն Տերը Հիսուս Քրիստոս, որ եկավ այդպիսի մարդկանց ինչ է։ Հանելու է դուս, կրակը վարիքցի կրակը ինչ։ Որտև այդպիսի մարդիկ պետք չեն երկնային արդարության, այդպիսի մարդիկ պետք չեն Աստծո արդարության մեջ տեղ ունենալ։ Ուրեմն օրերից մեկ օր մեր հորներ կգա, մեր հերթներ կգա այսպես։ Ցանկացած մեկից հերթը գալու է։ Ցանկացած մեկից պահը գալու է, ժամը գալու է հատուցման։ Կարևոր այդ հատուցման ժամն է, թե այս երկրի վրա ինչպես ապրեցիր, առոք, ինչպես քեզ դրսևորեցիր, դա մի կողմ։
Կարող է ապրես, ազատ կամքով ստեղծած մարդ ես, Աստված երբեք մարդու վրա չի բռնանում։ Մարդուն Աստված տվել է ազատ կամք։ Արարի ստեղծում չուզում ես ըլը։ Բայց հետո հատուցման օր է գալու, պիտի հատուցես։ Ինչ արել ես, դրա փոխարեն պիտի հատուցես։ Ինչ խոսել ես, դրա փոխարեն պիտի հատուցես։ Ինչ կամ բարձել ես ուսերի, դրա փոխարեն պիտի հատուցես։ Պատասխան պիտի տաս։ Նույն բանն է, ոնց որ պատկերացրեք, ասենք, երկու վարորդ են ճամփորդության։ Մեկը փոքր մարդակար տաքսիով, քանի մարդ պիտի առնի մեջը, 4 հոգի։ Մեկն էլ մեծ ավտոբուսով, քանի մարդ պիտի առնի 40-50 հոգի։ Երկուսն էլ հենում են ճանապարհ։ Հիմա երկուսն էլ ավարիա կան, վթար տեղի ունենան, ձորը ընկնել։ Ով ավելի շատ մարդ կգործանա։ Բնականաբար ավտոբուսի վարորդը։ Որտեղ շատ է տված, շատ է պարում։ Ում ավելի շատ է, ում վրա է ավելի շատ դատաստանը լինելու վթարի ժամանակ։ Ում շատ է մեծ պատասխանատվության կանչելու դատաստանի ժամանակ, որտեղ ինքը 40-50 հոգու գլուխ է ուտել։ Իսկ մեկը իր 4 հոգու գլուխ է։ Ուրեմն ամենամեծագույն պատասխանատվությունը կմնա բնականաբար ավտոբուսի վարորդը։ Թեև երկուսն էլ նույն կարգավիճակով, նույն վթարի են ենթարկվել։ Ուրեմն այնպես որ մեզ է Աստված հետ այդպես կարգում է այս աշխարհում։ Ով որ սովորական թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդի կարգավիճակ ունի, այդքան հնարավորություն ունի, այդքան է տալիս, ով որ միջազգային տրանսպորտի կամ մեծ ավտոբուսի վարորդի հնարավորություն ունի, գտել այդքան։ Բայց վերջում պիտի իմանան, որ պատասխան տալու ժամանակ ում շատ տրված է դրանից շատ ստացվի, ում քիչ է տված, նրանց քիչ է։ Հետևաբար ինչքան Աստված քեզ տվածը որոնից տվել է, գոհ եղիր։ Մարդ, գոհ եղիր։ Բավական է գոհ եղիր։ Այդքան խելք է տվել, բավական։ Պետք չի ավելի քիթը խոթես, ավելի բան իմանաս։ Որտեղ ինչքան շատ բան իմանաս, այնքան հոգիդ կծերանա։ Նույնն էլ կարողության չափը, նույնն էլ հնարավորության չափը, նույնն էլ ուժի առումով։ Ինչքան Աստված քեզ հնարավորություն է տվել, այդքան պետք է ապրես։ Մեկին տվել է 20 տարվա ժամանակ։ Դու չես կարող այդ 20 տարվա մեջ զետեղել այնպիսի մի մեծ հնարքներ, որը 60 տարի ապրող մարդու տարիքի համարժեք է։ Դու 20 տարվա մեջ պետք է տեղավորվես։ Ճիշտ է, դու չգիտես 20 տարի կապրես թե չէ, բայց արդեն կյանքը քեզ պետք է ցույց տա, թե դու ինչքան կարողությունություն ունես։ Սուրբ գրքով պետք է ճաշակես, Սուրբ գրքով պետք է հասկանաս, դու արդյոք կարող ես մեծ բերնել բառը։ Դրա համար մեկին Աստված տալիս է եմ ասում 20 տարի ապրելու, մեկին տալիս է 50 տարի ապրելու, մեկին է տալիս է 100 տարի ապրելու։ Ինչի համար, որովհետև մեկի բեռը 20 տարվա բեռը, մեկի բեռը 50 տարվա բեռը, մեկի բեռը 100 տարվա բեռը։ Պետք է տանի, ուզի չուզի։ Իր կարողության չափով Աստված այդքան տվեց։ Կամ ինքը այդքան է ուզել, այդքան տվեց։ Այդքան ուզել ես, ում այդքան է պետք է կարողանաս տալ։ Պետք է ժամանակի մեջ տեղավորվես։ Կարող ես, ուրեմն հարավեք ես։ Չես կարող, ուրեմն պատասխան պիտի տաս Տիրոջ դատաստանի ժամանակ։ Ուրեմն դրա համար այսօր ավետարան ևս մեկ անգամ ինչ փաստեց մեզ, ինչ է հորդորում Տիրոջ շուրթերով, որ լինել աչառոջի մեր Քրիստոսի, իր մարդ այս աշխարհի վրա, ինչ ենք տեսնում, ինչ ենք զգում, ինչ ենք հասկանում, ինչ ենք ուզում Տիրոջից, ինչ պահանջներ ենք ներկայացնում, արդյոք մենք այդ պահանջների դիմաց կարող ենք դուրս գալ հաղթանակի դեպքում։ Հաղթանակը դուրս գտանք այս կյանքից թե չէ։ Դրա համար ով ինչ ունի, թող դրանով ով ինչքան կարողություն ունի, թող այդ կարողության չափով գոհ լինի եւ շնորհակալ լինի Աստծուն։ Եվ կտեսնի, որ իր կյանքը ինչքան խաղաղ, ինչքան հանգիստ կլինի, ինչքան ապահով կլինի։ Ոչ մի բանի չես խառնվի, մեզ բոլորիս հետ եղել է այսպես եղած։ Երբ որ շատ բաներից տեղյակ չես, կողքից որ մեկ հարևանը գալիս ասում, իմացել ես ինչ ասես, ինչ լավ է, որ ես չեմ իմացել։ Խելոք իմ մամա։ Բայց քանի դեռ չես իմացել, շատ հանգիստ ես։ Բայց հենց որ իմանում ես, սկսում ես տաղտապի մեջ։ Մեկը գա, քեզ ասում է, գիտես, գիշերը, սա գյուղ է, մայիսյան գյուղն է։
Բռնեմ թե մայիսյան գյուղում գող է հայտնվել։ Ամբողջ մի գիշերվա ընթացքում 100 տուն է թալում։ Ու մեջտեղից մեկ տունը չի թալում։ Ու այդ տան բնակիչները առավոտյանները ինչ լավ է։ Եկեք տեսնում եք բոլորը անհոգ մտահոգված սպասում են։ Ես չէ, ես մարդկանց չէ։ Կողքի հարևանները կան ասեն, ինչ ես դինչ կանգնել, չես մացել, գիշերը գողն եկել է, ամբողջ թաղամասը գողաց է տարել։ Քանի դեռ դու այդ գողի մասին չգիտես, ամբողջ ապրում ես։ Եվ ոչ մի բան դասը չես մտել։ Սիրտը դող չկա, աղ չկա, չգիտես, դուռը դե բաց է եղել։ Մյուսների դռները փակ եղել, քո դուռը գիշերը բաց է, բայց քո տունը չեն թալանել, մյուսների տները թալանել։ Դու անհոգ կարգավիճակով առավոտյան թեքնում ես Հեշտ բանից տեղյակ չես, սիրտդ հանգիստ, իսկ մյուսների սրտերը դող։ Բայց երբ որ դու արդեն իմացար դրա մասին, դրանից հետո դու էլ ես սկսում տագնապել։ Արդեն իրիկունը հենց եկավ սկսում ես տագնապել, բայց կարող է այսօր իմ տունը գա, բայց կարող է այսօր իմ տունը թալան։ Որովհետև այն ամենը ինչ որ քեզ պետք չի, ուրեմն չի տալիս Աստված։ Իզուր տեղը մի փնտրիր, իզուր տեղը ավել մի ծամրաբեր, ոչ ուղեղդ, ոչ միտքդ, ոչ հոգիդ, ոչ մարմինդ։ Ուրեմն թող Տիրոջ խոսքի համաձայն ամեն մեկից տրված առաքելությունը հարկով եւ պատվով առաջ տանենք, որպեսզի արժանի լինենք Տիրոջ փեսային դիմավորելու եւ խաղաղ հանգիստ հոգով կանգնենք Տիրոջ դատաստանի առաջ։ Թող խաղաղություն լինի բոլորիս, Տիրոջ սեր, ջերմություն ամենքից այժմ եւ հավիտյան սա։